Բարի և օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ անունով և կանչում եմ Տիրոջ լույսը, սերը, շնորհը, խաղաղությունը մեզ վրա և ողջունում եմ բոլորիդ բանաստեղծությամբ և Աստծուն այս բանաստեղծությամբ, որ Սուրբ Հոգուց է։ Ոտքերիդ մոտ Ոտքերիդ մոտ եմ գալիս, Տեր, նստեմ, ու քաղցր ձայնիդ ականջ ես դնեմ։ Գլխումս աղմուկ է, մարմինս հոգնած, զբաղված եմ եղել ողջ օրը շարունակ։ Եվ հաստատ գիտեմ, որ կա մի սուրբ տեղ, որտեղ ես կրկին կլիցքավորվեմ ու կխաղաղվեմ, ու սուրբ վայրը այդ քո հետ է, իմ Տեր։ Խոսիր դու ինձ հետ, ով իմ Աստված, բացատրիր դու ինձ գաղտնիքները քո, աչդ դիր գլխիս, ով իմ Տեր Հիսուս, ու կխաղաղվեմ ու կհանդարտվեմ։ Մի հպում քեզնից, ու մարմինս զորանում է, մի հպում քեզնից, ու հոգնածությունը հեռանում է, մի հպում քեզնից, ու զիլով եմ ես լցվում, և կրկին ես ոտքի եմ կանգնում։ Լռիր իմ միտք, լռեք զգացմունքներ, լռեք ամեն բան, քանզի ես Բարձրյալի մոտ եմ եկել։ Նրանով եմ ես լիցքավորվում, նրանով եմ ես սնվում ու թարմանում, նրանով եմ ես հանգստանում, և նրանով եմ ես ինձ նորից գտնում։ Թող իմ շունչը քո շնչի հետ բարձրանա, թող իմ սիրտը քո սրտի հետ բաբախի, թող իմ միտքը քո խոսքերը վերհիշի, թող այս վայրը քո ներկայությամբ լցվի։ Թող տունս լցվի խունկի հոտով անուշաբույր, թող սիրտս լցվի քո ժպիտով ու խրատով, թող լույսդ փառքի փայլատակի, հոգիս ցնծա և քեզ պաշտի, ու մարմինս քո սրբությանը առաջ ծնկի։ Կարոտել եմ Տեր Հիսուս ես քեզ, կարոտս դու փարատի, ու արի ինձ հանդիպի։ Թույլ տուր դեմքդ ես տեսնեմ, թույլ տուր խոցված ոտքերը քո համբուրեմ, ու գոհությունս քեզ հայտնեմ։ Թող փառավորվի Հայր Աստված, Որդի Աստված Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգի Աստված։ Թող փառավորվի Սուրբ Երրորդություն Աստվածը, ամեն փառք ու պատիվ նրան, քանի որ արժանի է նա, որ սիրեց մեզ և իր կյանքը զոհեց մեզ համար, որպեսզի մենք ապրենք, նա ով հարություն առավ, որ իր հարությամբ մենք էլ հարություն առնենք։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի «Կռապաշտություն. դարերի մեղքը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք խոսում ենք, մենք երրորդ գլխում ենք, և նախկին դասերը, երկրորդ գլխում ենք, և նախկին դասերը լսեք, որովհետև կապակցված են, և այսօրվա դասը երկրորդ գլխի վերջին մասն է։ Մարդը նախատեսված է երկրպագելու համար։ Բացի այն, որ Հիսուս Քրիստոսը նախագծել էր ու ստեղծել էր մարդուն իր պատկերով, օգտագործել իր իսկ պատկերը որպես այն օրինաչափությունը, ըստ որի մարդուն ստեղծեց, Հիսուսը մարդուն նաև ստեղծել է ու նախագծել է, որ մարդու մեջ լինի երկրպագելու մոտիվացիան, ցանկությունը երկրպագելու, և նաև տվել է մարդուն երկրպագելու կարողությունը։ Եկեք հասկանանք, թե ինչ է երկրպագությունը։ Երկրպագությունը ներառում է վերը նշված շատ հատկանիշներ, որ Հիսուսը մեզ տվել է, այդ թվում սիրելու կարողությունը, ցանկություն ունենալու կարողությունը, բանականությունը, ընտրություն կայացնելու կարողությունը։ Հիսուսը մարդկանց ստեղծել է իր պատկերով և իրեն երկրպագելու համար։
Շատ պարզ ասած, երկրպագել նշանակում է անսահման նվիրվածություն կամ բուռն սեր կամ հիացմունք ունենալ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ։ Նորից հասկանանք ինչ է նշանակում երկրպագությունը։ Երկրպագել նշանակում է անսահման նվիրվածություն ունենալ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ և բուռն սեր, հիացմունք ունենալ այդ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ։ Սա է երկրպագությունը։ Մենք պաշտում ենք, երկրպագում ենք այն, ինչ գնահատում ենք, ինչ արժեքավոր բան ենք համարում։ Մենք բոլորս գնահատում և արժևորում ենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին։ Մենք միշտ ինչ-որ բան ենք գնահատում և արժևորում, ինչը իր հերթին նշանակում է, որ միշտ կան բաներ կամ մարդիկ, որոնց մենք շատ կարևոր ենք համարում, արժևորում ենք։ Ամեն մարդ առանց բացառության գնահատում և արժևորում է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին։ Նորից կրկնեմ, սա կարևոր է, որ մենք չմտածենք, որ ոչ բոլորին է սա վերաբերում։ Բոլոր մարդիկ միշտ գնահատում և արժևորում են ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին։ Եվ դրա համար Հիսուսն ասաց Մատթեոս 6:21 խոսքում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Այսինքն ձեր սիրտը կսիրի ու կմտածի, կնվիրվի, հիացմունք կունենա այն բանի հանդեպ, ինչը որ դուք գանձ եք համարում, ինչը որ դուք կարևոր եք համարում, գնահատում եք, արժևորում եք։ Ուրեմն այն, ինչ մենք թանկ ենք համարում, մենք դա գնահատում և արժևորում ենք։ Իսկ այն, ինչ մենք գնահատում ու արժևորում ենք, դրանք կամ այդ մարդկանց կամ կներեք, նորից ասեմ այս մասը, ես ինքս ինձ խառնեցի։ Ուրեմն այն, ինչ մենք թանկ ենք համարում, մենք դա գնահատում ու արժևորում ենք։ Իսկ այն, ինչ մենք գնահատում ու արժևորում ենք, լինի դա իրեր, բաներ, թե մարդիկ, մենք երկրպագում ու պաշտում ենք այդ բաները կամ այդ մարդուն կամ մարդկանց։ Մարդու ամբողջ կյանքը երկրպագության արտահայտություն է։ Մեր ամբողջ կյանքը երկրպագություն է։ Մեկ այլ ձև բացատրելու համար այսպես ասենք, որ այն, ինչ մենք գնահատում ենք, դրանք մեր գանձերն են, և մենք դրանց երկրպագելու ենք ու պաշտելու ենք։ Մենք այդ բաները կամ այդ մարդկանց կհամարենք շատ կարևոր, և եթե չունենք դրանք, կփորձենք ամեն գնով ձեռք բերել դրանք։ Եթե դրանք մարդիկ են, կհամարենք նրանց կարևոր և ամեն ինչ կանենք, որ նրանց հետ շփվենք, նրանց նմանվենք ու ամեն բան կանենք դրան հասնելու համար։ Սա երկրպագությունն է։ Եթե Աստված է այն անձը, ում մենք պաշտում ենք ու երկրպագում ենք, ապա մենք հետևյալ ու նման բաները կանենք։ Մենք կփորձենք հնարավորինս շատ լինել Աստծո հետ։ Մենք կանենք ամեն բան, որ շփվենք Աստծո հետ։ Մենք կփորձենք անել այն, ինչ Աստված է ցանկանում։ Մենք կփորձենք նմանվել Աստծուն։ Աստծո կամքը մեզ համար գերկարևոր կդառնա։ Մենք կփորձենք ճանաչել Աստծուն։ Մենք կխոսենք Աստծո մասին անդադար, մենք կհետևենք Աստծուն, մենք կմտածենք Աստծո մասին և կփորձենք պատկերացնել Աստծուն մեր մտքում։ Եթե իհարկե Աստված է այն, ում մենք գնահատում ենք, արժևորում ենք։ Եվ տեսնում ենք, որ այս երկրպագության մեջ ներառված է թե մեր միտքը, թե մեր ցանկությունները, թե մեր երևակայությունը, թե մեր մարմինը, այսինքն ամբողջական մարդը, մեր զգացմունքները։ Տարօրինակ չէ, որ Աստված ասում է ձեր ամբողջ հոգով, սրտով ու մտքով փնտրեք ինձ
ու իմ թագավորությունը, որովհետև մարդը ստեղծված է Աստծո հետ լինելու և Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Հոգի և ճշմարտություն։ Հովհաննես ավետարանի 4 գլխի 24 խոսքում Հիսուսն ասաց. Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Սա պարզ, բայց գերկարևոր գաղափար է։ Մենք երկրպագում ենք Աստծուն մեր հոգու միջոցով։ Մենք երկրպագում ենք ճշմարտությամբ, երբ ակնածանք ենք ցույց տալիս Աստծո հանդեպ, երբ պատիվ, փառք և շնորհակալություն, երախտագիտություն ենք հայտնում Աստծուն։ Այսինքն, երբ պատիվ ու փառք ենք տալիս Աստծուն և շնորհակալություն ու երախտագիտություն ենք հայտնում Աստծուն։ Ճշմարտությունը այն է, երբ մենք գիտենք և ընդունում ենք, և ճշմարտությունը Աստծո մասին և ճշմարտությունը մեր մասին։ Ուրեմն, եթե մենք դա ընդունում ենք, ու մենք երկրպագում ենք Աստծուն, դա դառնում է ճշմարտությամբ երկրպագելը։ Այսինքն, որ մենք գիտակցում ենք և ընդունում ենք, որ մենք ենք կարիքավորները, իսկ Աստված մեր կարիքները հոգացողը, մեր մատակարարը։ Մենք գիտակցում ենք և ընդունում ենք, որ Աստված արարիչն է և մենք արարվածներն ենք, որոնց Աստված ստեղծել է։ Մենք գիտակցում ենք և ընդունում ենք, որ մենք մեղավորներն ենք և որ Աստված սուրբ է ու անմեղ։ Մենք գիտակցում ենք և ընդունում ենք, որ մենք փրկիչի կարիք ունենք, և Հիսուս Քրիստոսն է միակ փրկիչը։ Մենք գիտակցում ենք և ընդունում ենք, որ մենք ներման կարիք ունենք, և Աստված միակն է, որ կարող է ներել ու պատրաստ է ներել մեզ, երբ դարձի գանք ընդունելով Հիսուս Քրիստոսին։ Մենք գիտակցում և ընդունում ենք, որ ոչնչի արժանի չենք, բացի պատժից, և ամեն ինչ պարտական ենք Աստծուն։ Երբ մենք հասկանում և ընդունում ենք այս ամենը, ապա մենք երկրպագում ենք Աստծուն ճշմարտությամբ։ Շատերս չենք հասկանում ինչ է նշանակում երկրպագել Աստծուն ճշմարտությամբ։ Ահա թե ինչ։ Ուրեմն երկրպագել Աստծուն հոգով և ճշմարտությամբ սա է։ Մենք մեր հոգով ենք երկրպագում, և ճշմարտությունն էլ այս ամենն էր և դեռ ավելին, որը մի մասի ես նշեցի։ Աստծուն պաշտող մարդու մտադրությունն ու ցանկությունը տալն է, տրվելն է Աստծուն։ Սրա մասին ավելի մանրամասն հետո կխոսենք։ Մտածել, խոսել և գործել։ Երկրպագությունը ներառում է մեր մտքերը, մեր խոսքը և մեր գործողությունները։ Նման պաշտամունքը, նման երկրպագությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, դա ոչ թե կյանքի կողմնակի, առանձին, առանձնացված գործունեություն է, կամ ինչ-որ բան, որ մենք անում ենք շաբաթվա մի որոշակի օր կամ օրվա որոշակի ժամի, այլ դա մեր կյանքն է, մեր ամբողջական կյանքն է։ Երկրպագությունը մի առանձին բան չէ։ Այն ամենը, ինչ մենք մտածում ենք, ասում ենք, անում ենք, ներկայացնում է այն, ինչ մենք երկրպագում ենք, գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Ծառայություն։ Այն ամենը, ինչ մարդիկ պաշտում են, ինչ մարդիկ երկրպագում են, այդ դրանց էլ մարդիկ ծառայում են։ Երկրպագությունն ու ծառայությունը միասին են գնում, ձեռք ձեռքի բռնած։ Երկրպագությունն ու ծառայությունը անբաժանելի են։ Ինչ երկրպագես, դրան էլ պաշտելու ես, ծառայելու ես, ում երկրպագես, նրան էլ ծառայելու ես։ Մատթեոս ավետարանի 4 գլխի 10-րդ խոսքում Հիսուսն ասաց սատանային. «Հեռու գնաս Սատանա, որովհետև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես»։ Հիսուսի այս խոսքերը մեզ բոլորիս են վերաբերում։ Մենք պետք է պաշտենք միայն Աստծուն։ Բանը նրանում է, որ մենք չենք կարող երկրպագել
պաշտել մի բանի կամ մեկի ու դրան չծառայել։ Այն բանը կամ մեկին, ինչին մենք սրտով կերկրպագենք, կպաշտենք, մենք դրան մեր մարմնով ծառայելու ենք անպատճառ։ Ծառայությունը վերաբերում է այն ամենին, ինչ մենք անում ենք մեր մարմնի միջոցով։ Մեր արած ցանկացած աշխատանք, մեր ասած ամեն մի խոսք, մեր մտքերը ուղղակիորեն կապված են այն բաների հետ, ինչին մենք երկրպագում ենք ու պաշտում ենք։ Ծառայություն նշանակում է ցանկացած բան, որը մենք անում ենք տանը, աշխատավայրում, դպրոցում, մանկապարտեզում, եկեղեցում, քայլելիս, խոսելիս, մեքենա վարելիս, ցանկացած որևէ այլ բան անելիս, այգում աշխատելիս, որ անում ենք մեր կյանքում։ Ամեն բան, որ մենք անում ենք կամ անելու ենք, դրանց վրա ուղիղ ու որոշակի ազդեցություն ունի այն, ինչ մենք երկրպագում ենք։ Ծառայությունը, որը մենք անում ենք, ուղղված է դեպի այն բանը կամ այն մեկին, ինչ կամ մենք երկրպագում ենք ու պաշտում ենք։ Ինչպես ենք մենք երկրպագում։ Ինչ ուղիներով ենք մենք երկրպագում։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 8-րդ գլխի 5-րդ խոսքում ասում է. որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր։ Ուրեմն Պողոս առաքյալի խոսքերից հասկանում ենք, որ երկրպագել նշանակում է ապրել ինչ որ բանի համաձայն։ Մենք պետք է ապրենք ըստ Սուրբ Հոգու, ոչ թե ըստ մեր մարմնի։ Ապրելը, կյանքը, ինքը երկրպագություն է, պաշտամունք է։ Հարցը նրանում է, թե ինչ կամ ում ենք երկրպագում ու պաշտում։ Ինչին համապատասխան մենք ապրում ենք, դրան էլ մենք երկրպագում ենք։ Դա այն է, ինչ մենք գնահատում ենք, արժևորում ենք, այն, ինչ մենք հարգում ենք, մեծարում ենք, դրան էլ մենք ծառայում ենք։ Երբ մենք երկրպագում և ծառայում ենք Աստծուն, մենք տալիս ենք ինքներս մեզ, մենք տալիս ենք, մենք տրվում ենք, տալիս ենք ինքներս մեզ, մեր ժամանակը, մեր ունեցվածքը, մեր սիրտը, մեր հոգին, մեր միտքը, մեր երևակայությունը, մեր ողջ էությունը տալիս ենք։ Ինքներս մեզ տալը երկրպագության ձև է, դա ապրելու ձև է, տրվել, որը պատվում է Աստծուն։ Այնպես է, որ երբ որ մեկը քեզ ասում է մի խորացի Աստծու մեջ, հավատա, բայց մի խորացի, դա հնարավոր չէ։ Եթե դու իսկապես հավատում ես, ապա բնական է, որ դու պիտի խորանաս, որովհետև երկրպագելու ու ծառայելու հետևանքը իրական նա է, որ դու տրվում ես, իսկ տրվել նշանակում է խորանալ, ու ոչ թե մինչև ծնկները խորանալ, այլ խորանալ, որ ծածկի Աստված քեզ ամեն ինչով։ Տալը, տրվելը դա մի միջոց է, որով մենք կապվում ենք Աստծո հետ։ Դա ցույց է տալիս, որ մեր ուշադրության կենտրոնում Աստված է, և մենք գիտակցում ենք, որ Աստված տվել է մեզ այն ամենը, ինչ ունենք, ու մենք էլ ազատությամբ տալիս ենք։ Մեր նպատակը Աստծո երկրպագությունն է, այնուհետև Աստծուն տալն է, իսկ երբ մենք Աստծուն ենք տալիս, իրական կյանքում դա ուրիշներին տալն է։ Օրինակ, երբ ես գումար եմ տալիս եկեղեցուն կամ որևէ օծյալին, ես տալիս եմ Աստծուն, Աստծու գործի համար, բայց իրականում դրանից ուրիշներն են օգտվում։ Եկեղեցին ծառայություն է անում անծանոթ մարդկանց համար, կամ Աստվածաշունչ է բաժանում նրանց համար, ովքեր Աստծուն չեն ճանաչում։ Ես գումարը տվեցի Աստծուն, բայց իրականում դա օգտագործվում է ուրիշի համար։ Աստված իմ գումարի կարիքը չունի։ Երբ իմ բերանը տալիս եմ Սուրբ Հոգուն աղոթելու համար, բերանս բացում եմ և ինչ-որ մեկի համար ուզում եմ աղոթել, ուրիշներն են օրհնվում, այն մարդը, ում համար աղոթում ես։ Սա արարչության մասին, այս դեպքում մարդկանց մասին հոգ տանելու պատասխանատվության մասն է,
որ Աստված տվել է մեզ կատարելու։ Հիշում եք, մենք նախկինում ասեցինք, որ մեր արարման պատճառներից մեկը նա էր, մեզ պարտականություն ա տրվել արարչությանը հոգ տանելու համար։ Իսկ մարդը արարվածներից մեկն է։ Ամփոփենք այս 3 օրվա դասերը։ Հիսուսը մարդկանց ստեղծեց ֆիզիկական մարմնով, ոչ ֆիզիկական հոգով և ոչ ֆիզիկական շնչով։ Հիսուսը ստեղծեց մարդկանց օգտագործելով ինքն իրեն որպես օրինաչափությունը, մեզ տալով իրեն նման որոշակի հատկանիշներ։ Դրա համար մենք ստեղծված ենք Աստծո պատկերով։ Հիսուսը մարդկանց ստեղծել է 2 հիմնական նպատակով։ Դրանցից մեկը Հիսուսին, Աստծուն երկրպագելն է, երկրորդը հոգ տանել արարչագործության որոշ մասի համար։ Սովորեցինք նաև, որ ինչ կամ ում որ մարդիկ երկրպագեն, հենց դրան էլ կծառայեն։ Երկրպագելը և ծառայելը մարդ լինելու անբաժանելի մասն է ու մեր կյանքի ամենօրյա մասը։ Բայց պետք է հասկանանք, ում ենք երկրպագում և ծառայում, որտև հաճախ մենք սխալ տեղ է թե մեր երկրպագությունը, թե մեր ծառայությունը։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի և պահպանի յուրաքանչյուրիս, թող Աստծո լույսը գա բոլորիս վրա, մեր մտքերը բացվի, որպեսզի չմնանք Աստծո գիտելիքից անգետներ և Աստծո կամքին հակառակվողներ։ Հիսուսի անունով, ամեն։